Բարեձեզ Factor TV հյուրը նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցն է, բարեձեզ Ողջույն Կարապետյանց, դուք հայտնել եք, որ հանդիպել եք նաև Սամվել Կարապետյանի կուսակցության ներկայացուցիչների հետ եւ գուցե մոտակա ժամանակներից եւս հանդիպում ունենաք եւ ասել եք, որ վերջնական համաձայնության չեք եկել, մեջբերեմ, որովհետեւ մեզ համար իսկապես մոդելի փոփոխություն շատ կարեւոր է, ընդհանրապես ինչ է քննարկվել, արդյոք օրինակ դուք կարող եք դիտարկել նաև միասնական ցուցակով հանդես գալու հարցը։ Քիչ բանական եմ այս պահին համարում, բայց ամեն դեպքում քննարկել են տարբեր այսպես գործունեության համագործակցության գուցե տարբեր մոդելներ, որտեղ մենք իսկապես ունենք շատ մեծ տարբերություններ, առանձին հարցերում ունենք մեծ տարբերություններ հայացքների մեջ եւ հետեւաբար մեկ թիմով հանդես գալը բավականին բարդ կլիներ, բայց նաեւ կան գործունեության այսպես նախ ընտրություններին ընթառաջ կամ ընտրություններից գուցե հետո գործողություններ, որոնք կարող են լինել նաև համատեղ, եթե տարբեր եթեներ, եթե օրինակ ընտրությունները կեղծվեցին, եթե օրինակ ճնշումներ եղան, եթե օրինակ տարբեր գործիքակազմեր են քննարկվում ու այս հարթակի մեջ, այս տրամաբանության մեջ մեր տարաձայնությունները, մեր նախասիրությունները, մեր քաղաքական այսպես ուղղվածությունները մեզ չեն խանգարում, որտեղ եթե մարդիկ նպատակ ունեն ընտրությունները օրինակ առանց խախտումների ունենալու, եթե նպատակ ունեն հետընտրական process-ներում խախտումներին համատեղ արձագանքել, ես կարծում եմ սա բավականին ողջամիտ է։ Ու սա որևէ կերպ չի անշուշտ փորձելու են հիմա նաև ձեր մոտ բաներ կոմենտները փակ են, չէ՞։ Կոմենտներում անպայման կգրեն, ահա, եւս մեկ ռուսամետ, ռուսաստրուկ ու չգիտեմ ինչ, չէ, դա դրա հետ ոչ մի կապ չունի։ Եթե դու սկզբունքորեն ուզում ես, որ լինեն արդար ընտրություններ, հետընտրական process-ները խախտման դեպքում լինելու են համատեղ գործողություններ, կարող են շատ ողջամիտ լինել եւ անխուսափելի process-ներ։ Որպեսզի հստակեցնենք եւ կոմենտ գրողները իմանան ինչի մասն է խոսքը, հանդիպել եք Սամվել Կարապետյանի ուժի հետ, մեկ միասնական ցուցակով գնալու հարցը հավանական է թե ոչ։ Եվ կարող եք համագործակցել, եթե լինեն խախտումներ, այսինքն հետընտրական փուլում համագործակցել։ Նախընտրական փուլում էլ մենք կարող ենք որոշակի գործողություններ լինել, որտեղ կարող ենք միասնական հետաքրքրություններ ունենալ ու միասնական ինչ-որ գործունեություն ծավալել, բայց դեռ միասնական թիմի մասին խոսք չի գնում, օրինակ եթե լինի փողոցային պայքար, օրինակ հանրահավաքների հրավիրում, օրինակ, չգիտեմ, տարբեր վերսիաներ ա քննարկվում, հիմա կփորձենք հասկանալ իրենք ինչ տրամադրվածություն, վերջնական ի վերջո ինչ տրամադրվածություն ունեն, ինչ պատկերացումներ ունեն։ Այսինքն կարող եք համագործակցել եւ նախընտրական եւ հետընտրական փուլերում ճշգրտության համար։ Այո, ֆորմատները շատ տարբեր են համագործակցության, ես կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է նախասիրությունները, սիմպաթիաները, անտիպաթիաները տարբեր հարցեր մի կողմ դնելու, որովհետև կարևոր շատ կարևոր ու դժվար փուլում ենք, որովհետև այն տրամաբանությամբ, որով առաջնորդվում է գործող իշխանությունները, մենք բոլորս ենք խնդիրներ ունենալու, բոլորս։ Ես խորին համոզմունք ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի հաշտվելու միայն մի խումբ մարդկանց, օրինակ վերաբերյալ քրեական գործեր հարուցելու հանձնարարություններ տալով, չի սահմանափակվելու ինչ որ մարդկանց օրինակ գրանցել չգրանցելու ցուցումներ, հրահանգներ տալով, չտալով, այսինքն ամբողջ գործիքակազմը բացասական իմաստով Նիկոլ Փաշինյանից մենք տեսնելու ենք, հետեւաբար մենք պարտավոր ենք նաև ողջամիտ ընդհանուր եզրեր գտնել գոնե այդ հարթակում համագործակցելու։ Հասկացա, իսկ միասնական ցուցակում հնարավոր է հայտնվեք Ուժեղ Հայաստան կուսակցության։ Շատ քիչ հավանական է, 0-ին մոտիկ հավանականություն կա դրա։ Շատ լավ, դուք ձեզ մեղադրական այսպես կոմենտները կանխատեսեցիք։ Ես դա հարցադրման տեսքով եկեք հնչեցնեմ հենց այդ կոմենտ գրողների համար, այն փաստը, որ պարոն Կարապետյանը Ռուսաստանում իր կապիտալը կուտակել, արդյոք ձեզ համար այսպես մտավախության հիմք չի, որ կարող է նախընտրական կամ հետընտրական փուլում որոշակի Ռուսաստանի ազդեցության տակ գտնվի եւ իր գործունեությունը քաղաքական իրականացնի հենց նման ազդեցության տակ գտնվելու։ Դուք ունեք նման մտավախություն։ Ես մտավախություն ունեմ զուգահեռաբար մի քանի մտավախություններ ունեմ, առհասարակ որևէ կողմի, որևէ այլ երկրի միջամտություն, ազդեցություն, ներառյալ Թուրքիայի, Ադրբեջանի, այո Ռուսաստանի, այո Միացյալ Նահանգների տարբեր միջամտությունը մեր ներքին գործերին։ Խոսքը համագործակցելու չհամագործակցելու մասին չի այդ երկրների հետ։ Դա որևէ մեկի համար գաղտնիք չի, որ ես արևմտյան թևի, այսպես հասարակական եւ հիմա արդեն քաղաքական գործունեությունը իմ ավելի շատ արևմտյան թևին է հարում, որովհետեւ ես համարում եմ, որ մենք
ցիվիլիզացիոնը շատ ավելի մոտիկ ենք արևմուտքին եւ շատ ավելի ճիշտ է մեր այնտեղ լինելը, նաեւ հաշվի առնելով տնտեսության տեսակետից, հա, տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից, որ լավագույն տեխնոլոգիաները հիմա Միացյալ Նահանգների ձեռքում, այսինքն մեր շահերը ավելի շատ համընկնում են այնտեղ, քան Ռուսաստանի Դաշնության հետ, բայց միևնույն ժամանակ, Ժորժ ջան, ես հավասարապես անհանգիստ եմ բոլոր կողմերի ազդեցություններից։ Հիմա եկեք փորձենք բաժանել, հասկանալ թե ազդեցություն ասելով մենք ինչի նկատի ունենք։ Օրինակ արդյոք նույն Ռուսաստանի Դաշնության համար օրինակ Նիկոլ Փաշինյանը այդպես շատ ծանր դեպք է ու ոչ ցանկալի դեպք է բոլորովին։ Նիկոլ Փաշինյանը ամենահարմար դեմքերից մեկն է, որովհետև փափուկ խաղալիքի դերում հանդես եկող եւ այսպես անորոշ երերուն օրը մի քաղաքականություն վարելու առաջարկ անող մարդը շատ հարմար է բոլորին։ Ցանկացած պարագայում դու կարող ես ինչ-որ պահի իրան այսպես ասած պերեխված անել։ Այսինքն Կարապետյանին Մոսկվան չի ուղարկել, որ հեռացնի Փաշինյանը։ Կարապետյանին գնացիք իրան հարցեք, իրան Մոսկվայից ուղարկել են, թե չեն ուղարկել, ասում եմ, ես շատ ներողություն, ես այնտեղ մոմ չեմ պահել հասկանալու համար, Կարապետյանը ինչ հարաբերություններ ա ունեցել ում հետ ու ում ուղարկել են, ինչ անելու։ Եթե դուք արտաքին ազդեցությունները բացառում եք, ենթադրում եմ ունեք համոզմունք, որ այդ մարդը Մոսկվայից չի ուղարկված, հետեւաբար եւ նախընտրական եւ հետընտրական համագործակցություն չեք բացառում։ Ռոբերտ ջան, ես ավելի շատ անհանգստացած եմ այս պահին իշխանության եղած մարդկանց վրա ազդեցությունով տարբեր երկրներից, ներառյալ Թուրքիայի եւ Ադրբեջանի, որոնք չեն թաքցնում իրենց ճշտամական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որոնք ոտնձգություն են բանավոր առայժմ եւ առանձին դեպքերում նաեւ հողի վրա ոտնձգություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ կապված, մեր իրավունքների հետ կապված, ցուցումներ են տալիս սահմանադրություններ փոխելու եւ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է այդ գործունեությունը իրականացնելու, սա փաստ է, սա կոնկրետ առարկայական փաստ է, այն ինչ որ մենք տեսնում ենք։ Իսկ այն մարդը, ով ուզում է փոխարինել Փաշինյանին, դուք ձեր մտքում վեթինգ չեք անցկացնում Տիկին Կարապետյան։ Անցկացրել եմ, հենց դրա համար էլ ես այդ ցուցակում կլինել չեմ կարող, ապրիորի լինել չեմ կարող, բայց նաև թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանի պրոթուրքական պրոյեկտները այստեղ մեկին մեկ գան ու անցկացնեն, հայկական իրավունքներից եւ հայկական շահերից հրաժարվելու ճանապարհով մենք ընթանանք, սա էլ հնարավոր չի։ Հետեւաբար, այո, գործընթացները թույլ կտան գնահատել, ճշգրիտ գնահատել իրավիճակը եւ հասկանալ մենք ոնց են կարողանում կանխել այդ այն կործանարար process-ը, որը Նիկոլ Փաշինյանը դրոշակ առած, պարավոզից առաջ վազում է։ Շատ լավ, այս փուլը ամփոփելով դուք չունեք որևէ մտավախություն, որի դեմս պարոն Կարապետյանի Հայաստանը կհայտնվի Ռուսաստանի խորը ազդեցության ներքո։ Եթե ընտրվի վարչապետ։ Ռոբերտ ջան, Հայաստանը այսօր այնքան խորը, ավելի խորը, ես կասեի խոր ինտիմ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ ինչն է փոխվել։ Բազան են հանել Հայաստանի տարածքից, դուք ասեք, տնտեսական ազդեցությունից են կարողացել դուրս գալ, հարաբերություններն են դարձել, առևտրի տոկոսն է, հա, բանարել, պակասել, ինչն են արել, որ հիմա թեթևացրել են, ուղիղ հակառակը, թեթևացրել են, որ ծանրացրել են, հասցրել են այլևս այնպիսի հարաբերությունների, որոնք կարելի է համարել քաղաքական խոր ինտիմ հարաբերություններ։ Դրանից խորը ուղղակի չեմ պատկերացնում։ Դրանից խորը, օրինակ, դե ես չեմ լսել, որ ոնց էր անում Սամվել Կարապետյանը առաջարկի միութենական պետություն։ Դա մեկ այլ քաղաքական գործի երազանքն է։ Շատ լավ, չունեք մտավախություն, այդ բանը հասկացանք։ Ես ունեմ մտավախություն հայկական պետականության կորստի։ Բոլոր իրավիճակներում, բոլոր կարգավիճակները ինձ համար ընդունելի չեն, սիրելի Ռոբերտ, բայց դա չի նշանակում, որ մենք մեկը տեսնելու, մի խնդիրը տեսնելու փոխարեն պիտի ոնց ասեմ, մյուս խնդիր ուղղակի չտեսնելու տաս։ Այն ինչ որ փաստացի իրականացվում է այսօր եւ այն ինչ որ իրականացնելու է վաղը, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց, դա նշանակելու է մի բան, որ մեր հայկականության, մեր պետականության, մեր ինքնիշխանությունը մենք ասես կամանց գեղեցիկ, կամանց չէ, շատ ինտենսիվ կերպով հանձնելու ենք այլ պետություններին։ Հիմա էլ հանձնելու ենք Թուրքիային։ Հիմա տարբերությունը ո՞րն է, հանձնված է միտեղ, թե կիսելու են երկու մասերի, ասում եմ, մի մասը շարունակելու են պահպանել իդեմս ռազմաբազաների ու մնացած հարաբերությունները, մի մասն էլ ասում եմ, տենց գեղեցիկ իրավունքների տեսակետից իջելու են Թուրքիան եւ Ադրբեջանին։ Ձեր դիրքերից ինչու չհամագործակցել այնպիսի կարող ուժերի հետ, որոնց շատ լավ հարցեր, որոնց հիմա ես եմ հարց տալի։ Նշեք որոնք։ Ես չեմ կարող այդպիսի ուժեր նշել, որովհետեւ ես Սամվել Կարապետյանին դուք նշեցիք։ Սամվել Կարապետյանին անվանական նշեցիք։ Okay, լավ կնշեմ։ Հիմա եկեք նշենք, ասում եմ, եկեք կնշեմ, հա։
Ինչու չհամագործակցել ձեր դիրքերից այնպիսի քաղաքական ուժերի հետ, ինչու, որովհետև դուք նոր եք քաղաքականություն մտել եւ ձեր հաջորդ քայլը, ձեր քաղաքական կենսագրությունում մնալու է եւ 10 տարի հետո ձեզ հիշեցնելու են, որ դուք այս ժամանակ այսպիսի դիրքորոշում ունեիք։ Այնպիսի ուժերի հետ, որոնց իշխանության գալու պարագայում ոչ Թուրքիայի ազդեցության տակ ընկնելու վտանգ կա, ոչ էլ առավել եւս Ռուսաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Իրանի եւ այլն։ Ես պատրաստ եմ իրանց հետ համագործակցելու, անունները նշեք, ովքեր են դրանք։ Եթե չկան այդ ուժերը, նշանակում է ռիսկի պետք է դիմել Տիկին Կարապետյան։ Չէ, մի րոպե, դուք հիմա ինձ մեղադրացիք նրա մեջ, որ ես չեմ մեղադրեցիք նրա մեջ, որ ես չեմ ուզում համագործակցել այն ուժերի հետ։ Չէ, ասացի, չեք։ Դե ասում եմ, էշին են ճակատին ասում, Ռոբերտ ջան, մարդկանց ասում եմ, քաղաքացի։ Չէ, ես չասացի, չեք ուզում։ Հիմա ասում ենք, չկան այդպիսի ուժեր, եթե չկան, ասեք չկան։ Որոնք են այդ ուժերը։ Օրինակ ձեր կարծիքով, հասկանանք էլի, մենք նույն պատկերացում ունենք, թե չէ։ Դավիթ Սանասարյան վերջերս այստեղից համախմբման կոչ արեց, դուք էլ դրականորեն արձագանքեցիք։ Հրաշալի է, մենք դեռ շարունակում ենք սպասել պարոն Սանասարյանի առաջարկից հետո, եթերից հնչած առաջարկի հետևից պետքա գնալ։ Մենք անմիջապես արձագանքել ենք մինչև այս պահը, մինչև մեր եթեր գնալու պահը, որևէ գործնական, առարկայական հողի վրա առաջարկ հանդիպելու չի եղել, ու սա շատ ցավալի է, որովհետև այո, կան ես համարում եմ, որ այնուամենայնիվ կան առողջ ուժեր, եւ այդ առողջ ուժերը, դե ես սպասում եմ ձեզանից, որտեղ իմ ու ձեր պատկերացրած առողջ ուժերը շատ կտրուկ պարոն Սանասարյանը այստեղ էր այդ առաջարկ արել, ես նրան ուղղակի հիշեցի, ես չեմ ասում, որ նա առաջինն է, վերջինն է կամ միակն է, այդպիսի գովազդ չեմ անում։ Ցավում եմ, որ այն ուժերը, որոնք որ կարող էին մեծ թիմ կազմել նեյտրալ, հա, ոչ մեկական, ոչ մի ուղղության վրա աշխատող ուժեր եւ բարի համբավ ունեցող ուժեր, այդ մարդիկ մի տեսակ մինչեւ վերջ չեն կարողանում եւ ժամանակը շատ սխալ են տնօրինում, որտեվ շատ քիչ ժամանակ կա արագ հավաքվելու, համախմբվելու, իսկ մենք դեռ ասենք 4-5 օր անցել է այդ հայտարարությունից հետո, մենք դեռ նստած սպասում ենք, տեսնենք ով առաջինը կզանգի։ Լավ, ես տեղից դուրս կգամ, մի հատ կգրեմ պարոն Սանասարյանին։ Բայց կան նաեւ ուժեր, եթե կարելի։ Չէ, դե մենք Դավիթի հետ 1000 տարվա իրար հետ նույն խրամատի նույն կողմում կռիվ տարած ժողովրդավարության համար, մարդու իրանքների համար կռիվ տարած մարդիկ ենք, այնպես որ դրա խնդիրը չկա։ Մյուս կողմից կա մեկ այլ խնդիր։ Ցավալիորեն կա դաշտում այսպես կոչված օրինակ արևմտամետ իրենց դրսևորող ուժեր, իբր ժողովրդավար ուժեր, իբր մարդու իրանքների հետ կապ ունեցող մի խոսքով ուժեր, որոնք որ դրա հետ առհասարակ ոչ մի կապ չունեն, որովհետև այդ ուժերը այս տարիների ընթացքում իրենց դրսևորեցին որպես ուղղակի Նիկոլ Փաշինյանի պրոքսիներ, որոնք իրենց հետ համագործակցության որևէ եզրեր լինել չի կարող, որովհետև մարդիկ, ովքեր պատրաստ են արդարացնել ոստիկանական ապօրինությունները, բռնությունները, Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործողությունները ու մնացած բոլոր process-ներին արդարացում են ման գալի, այդ մարդկանց հետ ճանապարհ գնալու չկա, որովհետև այդ մարդիկ օգնում են Նիկոլ Փաշինյանին դառնալ ավտորիտար, իսկ հետո նաև դառնալ դիկտատոր։ Իսկ մեծ մտավախությունն է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունից հետո լավ թուրքական պրոյեկտ դառնալը դա էլ հələ մի կողմ դրված, թեև դա էլ է շատ լուրջ խնդիր, մենք ստանալու ենք դիկտատուրա։ Ես խորին համոզմունք ունեմ, ինչու եմ այսպես վստահ ասում, շատ པարզ տրամաբանությամբ, որովհետև այն պահանջները, որը ներկայացնում է Ադրբեջանը եւ անում է բաց տեքստով, ներկայացնում է մեր հանրությանը, հա, եթերներից տարբեր, ցավալիորեն տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ այդ բոլոր պրոյեկտների հետևից Ադրբեջանը գնում է հետևողականորեն։ Եվ դա նշանակում է, որ եթե հայկական կողմը չկատարեց այդ պահանջները, ինչպես որ միջև այս վերջի պահը բոլոր պահանջները կատարել են, անդադ սպառնալու են մեզ պատերազմով։ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու դեպքում ամեն անգամ գալու ասի, եթե այս պահանջը չարեցիք, հետո այս պահանջը, հետո այս պահանջը, մենք ունենալու ենք պատերազմը, ինչ որ ինքը անում է այսօր։ Ու մենք այսենց ու որպեսզի իրականացնի այդ պրոյեկտներն էլ զուգահեռաբար կարողանա իրականացնել, իրան պետք է ունենալ այդտեղ դիկտատուրա։ Դրա մասին ես ասում եմ անհիշելի թվերից արդեն, երևի չգիտեմ, պատերազմից հետո անընդհատ նույն բանն եմ ասել։ Նիկոլ Փաշինյանը իր խոստումները, իր պարտավորությունները դրսում իրականացնելու համար պիտի ներսում ունենա դիկտատուրա։ Այս էլ է թե Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը մեզ երաշխավորում է, դե խորին համոզմունք ունեմ, դիկտատուրայի պայմաններում ապրելը։ Այս սա է, որ ես չեմ ուզում որ վերարտադրվի։ Երկու հիմնական կոմպոնենտ՝ մեր հայկականության, մեր իրավունքներից հրաժարում, լայն իմաստով հայկական իրավունքներից հրաժարում եւ երկրորդը դիկտատուրայի պայմաններում Նիկոլ Փաշինյանի որակի դիկտատուրայի պայմաններում չապրելու, որովհետեւ դիկտատուրաները տարբեր են լինում։ Օրինակ Սինգապուրում էլ կա դիկտատուրա, բայց այնտեղ գորե դու դրա դիմաց ստանում ես քո երաշխավորված պաշտպանված իրավունքները կամ բարեկեցություն կամ չգիտեմ ինչ։ Շատ կներեք, այն ինչ որ մեզ են առաջարկում, այդ անորակ զրույցները, խոսույթը, պահվածքը, վարքագիծը դա ինձ համար ընդունելի չի կարող լինել որևէ պարագայում։ Տիկին Կարապետյան,
համաձայն եք վատից վատը կա միշտ։ Միշտ էլ կա, եթե չկանխենք։ Եվ կան այնպիսի վատերը, որոնք ապացուցել են, որ իրենք վատ են։ Այո։ Այդ տեսեք, օրինակ պարոն Կարապետյանի ուժը, Գագիկ Ծառուկյանի ուժը, Ռոբերտ Քոչյանի ուժը, իրենք այսպես չեն բացառել առնվազն, որ Գյումրի երկու տեղի կունենա, հետընտրական կոալիցիա կկազմեն, պարոն Քոչյանը շատ բաց ասել է, որ պատրաստ ենք Սամվել Կարապետյանի ուժի հետ գնալ կոալիցիայի, Ծառուկյանը դեռ խաղաքարտերը չի բացում, բայց նրանց նախկին հարաբերությունները հաշվի առնելով դա եւս չբացառենք, Սամվել Կարապետյանի ուժը Նարեկ Կարապետյանը ասում էր, որ հնարավոր է այսինքն ոչ թե կոալիցիա, այլ ինչ որ ընդհանուր տեխնացուի շուրջ հանդես գալ եւ այլն։ Չեք կարծում, որ դաշտը ամեն դեպքում կամ է, կամ Փաշինյանենք են, կամ այս իմ նշած երրորդ ուժերը, թողինցներն են մյուս ուժերը, Արման Թաթարյանը արդեն Մարոկյանը թողինցների, Լևոն Զուրաբյանը թողինցների, եթե չհայտնվի Սամվել Կարապետյանի ուժը, եւ մյուսները Արամ Սարգսյանը ինձների, Դավիթ Սանասարյանը, ի վերջո դուք ինձներ եք, բայց արդյոք մեր քաղաքական դաշտը սրա մասին չեկեք շատ անկեղծ խոսենք։ Միգուցե չհաջողվեց ձեզ էլ միգուցե կարճ ժամանակ էր տրված, հա, ցույց տալ մարդկանց համոզել, որ այս երկու բևեռների շուրջ չի։ Ինչ եք դուք մտածում այս հարցում։ Ես կարծում եմ, որ շատ քիչ, ահավոր շատ քիչ ժամանակ է մնացել, բայց դեռ կարելի է իսկապես առաջարկ անել հասարակությանը, որտեղ մարդիկ կհասկանան, որ պետք չի ընտրություն անել ինչ որ մի խմբի, որին իրանք նախասիրություն ունեն այդ մյուս կողմից։ Շատ քիչ, իհարկե շատ քիչ է ժամանակ, այն նաև երկար տարիների քաղաքական փորձ ունեցող մարդկանց մեղադրանք չասեմ, բայց շատ ափսոս է, որ իրենք ավելի շուտ չսկսեցին մտածել դրա մասին, ավելի արագ չսկսեցին համախմբան ողջամիտ մտքերի ու գաղափարների շուրջ համախմբան միջոցառումներ, հանդիպումներ կազմակերպել, մինչև վերջի պահը թողեցին, բայց դեռ ժամանակ կա եւ ոչ մեկ չգիտի, թե մենք ինչ կարող ենք ստանալ արդյունքում, որովհետեւ սա ես համարում եմ, որ սա ամենաանկանխատեսելի ընտրություններն են լինելու մեր պատմության մեջ։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը շատ ոգեշնչված ասի, որ ինքը 65% ստանալու կամ չէ՞ ինչ մեծ թվերից է խոսում այնտեղ, ինչքան էլ կան թիմեր, որոնք պնդում են, որ իրենք երկրորդ ուժն են լինելու, հետաքրքիր է, բոլորը պնդում են, որ իրենք երկրորդ ուժն են լինելու, թե երրորդ նովալն էլ, դե չես հասկանում։ Առաջինը ԿՊ-ն է, ոնց հասկանում եմ, պատվավոր ասում է երկրորդ տեղն են գրավելու բոլորը, բայց ոչ ոք չգիտի մեր հասարակության, մեր հանրության արձագանքը իրավիճակներում, որտեղ մենք ամեն օրվա ռեժիմով ստանում ենք տրիգերներ, որոնք կարող են հասարակության ներսում ինչ որ բան փոխել, որովհետև այսքան վիրավորանք, այսքան նվաստացում, այսքան սպառնալիք մեր հասարակությունը վաղուց չէր ստացել, ես կասեի շատ վաղուց։ Փաշինյանի լայվերն մարզեց, ասել որ դրանք բոլորը այսպես ինչ որ բեմադրած ներկայացումներ են։ Ռոբերտ ջան, լավ էլի։ Տեսակ մի տեսակ չէ էլի։ Դուք կարծում եք դրանք բեմադրած են այդ ողջույնները, շնորհակալությունները։ Օդում մտվող լուրերի համաձայն Նիկոլ Փաշինյանի որևիցե խանութ, որևիցե տարածք մոտենալուց առաջ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները նախապես ճշտում են այդ մարդկանց տրամադրվածությունը, հատկապես այն տղամարդու խանութ չթողելու դեպքից հետո, առավելապես դրանից հետո, սկսել են շատ ավելի ուշադիր լինել եւ խնդրում եմ, իհարկե կան մարդիկ, եկեք չասենք, որ մեր հասարակությունում չկան մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանն են սատարում, իհարկե կան։ Հատկապես հեռավոր ռեգիոններում, որտեղ մարդիկ շատ քիչ են տեսնում, ընտրությունից ընտրություն են տեսնում տարբեր հանրային դեմքերի, բնականաբար մարդկանց մեջ նաեւ ուրախություն է լինում։ Եվ վերջապես մարդիկ, ովքեր մենակ հմեկ են նայում, այդ մարդիկ մտածում են, որ իրանք ապրում են հմեկի Հայաստանում եւ սա էլ են փառահեղ սոցցանցերը հիմա չի ճեղքել հմեկի Հայաստանում։ Չեմ կարծում, որովհետեւ եթե կարողանայինք ճեղքել մեր հասարակության մեջ, անգամ այդ փոքր տոկոս մոլորված մարդիկ չէին լինի, որոնք համարում են, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը փառահեղ է, հայկական է եւ մեր շահերից է բխում։ Այդ մոլորվածությունը չէ, այս տոկոսն է չէինք ունենա։ Ու Նիկոլ Փաշինյանի այդ վարքագիծը շատ ավելի դատապարտող եւ համարժեք վերաբերմունք ցուցաբերող դիրքորոշումները շատ ավելի շատ կլինեն։ Գնեք, այսինքն դուք համոզված եք, որ այսպես ասենք ընդդիմադիր տրամադրություններ կամ քաղաքացիների բաբլում չեք ապրում։ Այսինքն դուք կարծում եք, որ հակափաշինյանական տրամադրությունները ավելի շատ են կնեք, ինչու եմ ասում, որովհետև քաղաքական գործիչներն եկեք մենք այնպիսի բան ունենք, որ կարող ենք անկեղծ խոսել, էլի։
հատուկ է սեփական աշխարհում պարփակվելը եւ չնկատել այն մյուս աշխարհները, որոնցից մեկը կարող է շատ մեծ լինել, մեկը փոքր լինել։ Դուք համոզված եք, որ սեփական աշխարհում, սեփական այսպես հետևորդների աշխարհում չեք հայտնվում, ասելով, որ Փաշինյան տարբերակ չունի։ Հաստատապես ես չեմ ասում Փաշինյանը տարբերակ չունի։ Ну, ես մի քիչ Հայլե, Ռոբերտ ջան, շատ ես ճոխացնում, բայց մի կողմի վրա ես ճոխացնում։ Արի կլինի մենք ես ու դու ասում գոնե փորձենք բալանսը պահել։ Ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը շանս չունի։ Ես ասում եմ, որևէ մեկը չի կարող կանխատեսել եւ վստահ լինել, որ այդ կանխատեսվող կամ այն խոսույթը, հա, այն ցանկալին, որ իրանք կուզենան ունենալ, հենց այդպես է լինելու։ Սահմանադրական մեծամասնություն։ Սահմանադրական մեծամասնության մասին է խոսքը։ Որտեղից է համոզմունքը, որովհետև այդ թվում նաև տարբեր երկրներում, տարբեր կառույցների, կազմակերպությունների կողմից արված հարցումները, սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ մեր հանրության առնվազն գոնե 60%-ը իսկապես ասում է հավասարապես մերժում է թե նախկիններին, թե ներկաներին եւ անհամբեր սպասում է վերջին հարցման համաձայն մի քիչ իջել էր այդ 60%-ը։ Դե այս վերջի հարցումը, եթե այ մասին է խոսքը, ապա որովհետեւ այդ 60%-ը նույն ՄՀԻ-ի նախորդ հարցումից էր։ Այո, եւ տարբեր այլ հարցումներ կան, բաց, փակ, կիսափակ հարցումներ կան, որոնք որ ցույց են տալիս, որ նայած թե ինչ բնույթի հաշվարկ ես անում, ինչն ես նաեւ փորձում հաշվի առնել, ավելի բարձր տոկոս կարող է լինի, այ մերժողներ կան, նախկին, այսպես ասած, մերժողների քանակը կարող է լինել։ Այնպես որ եւ ամենակարևոր հարցը այս պայմաններում, որը կարող է էապես փոխել գործընթացի վրա ազդեցություն ունենալ, դա մասնակցությունն է, մասնակցության թիվը։ Եթե մարդիկ գնան ընտրությունների եւ անեն իրանց ընտրությունը, որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ ինքը կկարողանա հավաքել իր համար ցանկալի ձայները։ Այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը ձեռքի տակ ունի անհաշվելի թվով ռեսուրսներ, որը արդեն նախկին նախագահներից մեկի նման ասում են, ինչքան կուզենք, այդքան խփենք, ասում ենք 65% են, ինչ գիտես ինչքան ես հավաքել, որտեղից դու կարաս իմանաս դու ինչքան ես հավաքել, եթե չես պատրաստում 65% խփես քո ձեռով։ Հետևաբար այդ թիվը ոչ մեկ չի կարող ասել։ Հիմա ամենակարևոր հարցը ժողովրդի փողոց գնալու, ներողություն, ընտրությունների դուրս գալու, մասնակցելու հարցն է լինելու, որովհետև եթե մեծ թվով մարդիկ գնացին մասնակցելու ու կապ չունի թե ում կտան իրենց ձայները, բացի օրվա իշխանություններից, իսկ ճնշող մեծամասնություն ընտրություններին չմասնակցող նաև իշխանություններին նա մերժում, դա տեսակարար կշիռ, այսինքն հարաբերակցության մեջ տոկոսը ԿՊ-ի հավաքած շատ փոքր է լինելու, շատ փոքր է լինելու, ու իրանք բնականաբար չեն կարողանալու իշխանությունը վերցնել։ Իհարկե իրանք փորձելու են տարբեր այլ մեթոդներով, ինչ որ մեկին գրանցեն, ինչ որ մեկին չգրանցեն, ինչ որ մեկին խաղից ընթացքում հանեն, փորձելու են յուրայիներին հմեկից, այ ոնց որ անում են տարբեր կուսակցություններ, որոնք իրանք սրտի կուսակցություններն են, հմեկից չեն իջնում, ամեն օրվա ռեժիմով, մի հատ 4-ին են խոսում, մի հատ 6-ին են խոսում, մի հատ 8-ին են խոսում, մի հատ 10-ին են խոսում։ Ձեզ մեկ վերջին անգամ երբ կանչել Տիկին Կավեդյան։ Հանուն արդարության երևի մի 7-8 ամիս առաջ կանչեցին, բայց դա մեր գործընկերներից մեկին բանավեճ կոչվող process-ի ժամանակ այսպես շատ վատ բան են վարկագիծ էր դրսևորել հմեկի այդ վարողները, որոնք թույլ չէին տվել ուղակի մեր գործընկերը խոսա եթերից ու դա էր պատճառը, որ ես մերժել եմ։ Ու ես ասել եմ, որ մենք սա այլ ճանապարհով պիտի փորձենք լուծել, այդ թվում նաև պատրաստում ենք դատախազություն դիմել տարբեր հիմքերով, պատրաստում ենք նաև միջազգային գործընկերներին դիմել։ Նկատի ունեք իշխանություն ստեղծում է իր իրականություն։ Այո, այն բաբլը, որ ասում եք, դա ոչ թե մենք ենք ստեղծում բաբլը, այդ բաբլի մեջ ապրում ենք, այլ ապրում ենք այդ բաբլի մեջ, հա, մենք իրականում այդ բաբլի մեջ չենք ապրում, որովհետև մենք շատ ավելի ազատ ենք, մենք կուսակցություն, քանի որ կուսակցություն չենք, մենք սահմանափակված չենք մեր կուսակցական ընկերների մտքերով, գաղափարներով իրանց հարազատների, այսինքն մենք փոքր շրջանակներում չենք պատտվում, մենք փորձում ենք շփվել, այդ դա է պատճառը, որ մենք ազատ ենք շփվելու ցանկացած մեկի հետ, որովհետև մեր առաջարկը իսկապես կոնցեպտուալ է, այս առաջարկից դեռ ոչ մեկ չի արել։ Սահմանափակել իշխանությունների հնարավորությունները, այսինքն կառավարման մոդելի մեջ փոփոխություն բերել, որ արդարադատության համակարգը որևէ մեկից կախված չլինի, անկախ նրանից թե ով կլինի այդ պաշտոնում, վարչապետի պաշտոնում, այսինքն սահմանադրական են մարմինները, որոնք պիտի անկախ լինեն, իսկապես անկախ լինեն։ Եվ մյուս կողմից ուժին առաջարկեցիք ձեր այդ ծրագիրը։ Իհարկե, ներկայացրել բոլոր եւ նաեւ երկրորդ առաջարկներ մեր մի քանի առաջարկներից իհարկե համապարփակ անվտանգության համակարգը, ես կարծում եմ դա շատ են ընդունում, եւ
տեխնոլոգիական գործիքների օգտագործումը պետության կառավարման հարցում, որը քեզ ավելի կթեթևացնի քո իրավիճակը։ Այսինքն թվային պետության համակարգերի օգտագործումը, այո, ներկայացրել ենք նաև դա եւ մեր երկրորդ ամենակարևոր հարցերից մեկն է դա էլիտաների, ազգային էլիտաների կրթելու համակարգ ստեղծել, որի պայմաններում մենք կունենանք ազգային էլիտաներ ու կապ չի ունենա, հետագայում իրանք օրինակ որ կուսակցությունը կգնան, ինչ գործնեությամբ կզբաղվեն, ազգային գաղափարները իրանք պաշտպանելու այս գործնեությանը պետքա ներգրաված լինեն։ Սա ներկայացրել ենք, դրական արձագանք ենք ստացել, բայց շարունակություն դեռ չի ունեցել, այլապես մենք հիմա արդեն ինչ որ հայտարարելու մասին բան ունենք։ Եթե հանդիպում էլի լինի, կարծում եմ տեղեկություն կունենանք։ Վերջինը մետրոյի դեպքը, արդյոք այն մասին չի, որ ատելության մթնոլորտը ընդհանրապես հաղթարելու խնդիր կա եւ որպես քաղաքական գործիչ ինչ է պատրաստ անել այդ ուղղությամբ։ Այս այն հարցն է, որի մասին մենք խոսել ենք դեռ, ասում եմ, իմ նախորդ կարելի ասել կյանքից ու խոսել ենք շատ ու ես ասել եմ, որ դա քաղաքական գործիչներ չկային թատերաբեմում, երբ որ այստեղ եւ մենք բազմաթիվ անգամ խոսել ենք ու ասել ենք, որ եկել ենք այն եզրահանգման, կարծում եմ երկուսս էլ, որ ատելության խոսքը ինքը կումուլատիվ էֆեկտ ունի, ինքը հավաքվում է, ինքը ձնագնդի նման հավաքվում է եւ դրա դրսեւորումները կարող են լինել ամենաանսպասելի դրսեւորումները, ամենածանր բոլոր իրավիճակներում մենք հասել ենք ես կարծում եմ դեռ գագաթնակետին դեռ չենք հասել, ցավով պիտի ասեմ, որտեղ դեռ աճելու տեղ ունի, եթե ես տեմպերով շարունակվեց առաջ գնալ, ինչա պետք անել, դադարեցնել, գոնե մի կողմը պիտի դադարեցնի այդ ատելության խոսքի տարածումը, բայց քանի որ իշխանությունները այլևս ի վիճակի չեն, իրենք բավականին ծանր վիճակում են գտնվում եւ հոգեբանական ծանր վիճակում են եւ քաղաքական առումով ծանր վիճակում են գտնվում, նյարդերը արդեն տեղի են տալիս, իրենք շատ լավ հասկանում են, որ այդ 65% վերարտադրություն այդ ամեն ինչ իրանց համար բավականին լուրջ խնդիր է եւ սկսում են այդ ագրեսիվ պահվածքը հատկապես առաջի դեմքի մակարդակով ինչ պիտի անեմ, ինչ եմ առաջարկում ես առաջարկում եմ ատելությունը դադարեցնել տարածելը։ Եթե ես արձագանքի այնպես ինչպես Նիկոլ Փաշինյանն արձագանքում, մենք հիմա կունենայինք հարուցված մի քանի հատ քրեական գործեր։ Հիշեցնեմ նաև զուտ հասկանալու համար ինչու այս իշխանությունները հաստատապես պիտի գնան, որովհետև այսքան խտրական եւ այսքան, չգիտեմ, էլի բացասական բան բերած իշխանություն իսկապես պիտի գնա, սրան նման մի դեպք էր եղել բանում Ծիծեռնակաբերդում, երբ Աննա Հակոբյանը հայտնվել էր իր զավակի հետ բանում Ծիծեռնակաբերդում, ես համարում եմ, որ պատահական չէր հանդիպել, որովհետև ծռերը նախապես հայտարարել էին իրենց այնտեղ գնալու մասին, եւ այդ ժամին այդտեղ հայտնվելը պատահական չէր, եւ քրեական գործ հարուցվեց բազմաթիվ մարդկանց վերաբերյալ, ովքեր տենց համարել են, որ ատելության խոսք, վիրավորանք ինչ որ բան էին արել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ցեղասպանության զոհ հանդիսացող երեխայի ներկայությամբ նրա մոր վրա մատաթափ տալի ու բարձր տոնով, մեղմ ասած բարձր տոնով գոռալով հետը խոսում է ու դատախազությունը լռելիային նստած սպասում է։ Այ սա այն է, ինչը որ ու դրանից հետո արդեն գնացող խոսքերը, գրառումները, բացասական գնահատականները, հիմա ԿՊԱ-ականները ներկայացնում են, ասում են, տեսեք ինչ ատելություն կա մեր նկատմամբ, ժողովուրդ հիշեք, որ ձեր արածը սկիզբը ամեն անգամ հաջողացնում եք դնել դուք։ Այդ ձեր վարքագիծը, ձեր խոսույթը, ձեր սխալ իրավիճակում, ձեր պահվածքը, բացարձակ անընդունելի պահվածքը, անընդունելի վայրում տեղի ունեցող ձեր բառապաշարը, դուք հրահարում եք, որ լինի այսպիսի, ինչ ասեմ, մեղմ ասած բացասական վերաբերմունք ձեր նկատմամբ։ Այդ թվում նաև վիրավորանք հնչի ձեր հասցեին, գուցե եւ չգիտեմ, անթույլատրելի բառապաշար հնչի ձեր նկատմամբ։ Ինչա պետք անել, պետք է մի պահ կանգ առնել, եթե իրենց համար իսկապես կարևոր է հանդարտությունը, հանգստությունը, համերաշխությունը պետության ներսում, իրենք պիտի առաջինը, որտեղ իրենք են իշխանությունը, որտեղ իրենց ձեռքում կան լծակներ, իրենք են բոլոր հարթակներից խոսում, հմեկից սկսած, ասում եմ, հեռուստացույցից սկսած, մինչև հարթուկ իրանք են, միացումից իրանք են խոսում։ Հետևաբար քայլը իրանց ձեռքում պիտի լիներ։ Ես կարող եմ խոստանալ մի ուրիշ բան։ Եթե մենք կարողանանք գալ իշխանության, իսկ ես կարծում եմ, որ մենք հետ առաջ անպայման գալու ենք, որովհետև այս ժողովրդին պետքա իսկապես խորքային փոփոխություն, իսկապես ազգային էլիտաներ են պետք ձևավորել, մենք իսկապես կարիք ունենք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանվածության, մենք կարիք ունենք ռեալ խորքային փոփոխությունների եւ ես կարող եմ խոստանալ, որ մենք կբերենք այդ համերաշխությունը, որովհետեւ չի կարող քո երկրի ներսում մեկը մյուսի նկատմամբ այսչափ ատելություն լինել։ Համերաշխությունը մեր բոլոր իմաստներով փրկության օղակներից մեկն է։
միակը չի, բայց մեկն է, որովհետև եթե չկա ներսում համերաշխություն, քո անվտանգությունն էլ է վտանգված, քո առաջընթացն էլ է վտանգված, քո շահերը, քո հետաքրքրությունները հայկական, պետականի նկատի ունեմ, շահերի առաջխաղացումն էլ է վտանգված, այս բոլոր խնդիրները վտանգված են, եթե չկա համերաշխություն։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները գիտակցված հետևողական գնում են այդ համերաշխությունը այ քայքայելու, որովհետև հին հայտնի խոսք ասում են բաժանի որ տիրես եւ Նիկոլ Փաշինյանը դա կարողանա փառահեղ ձև իրականացնել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Չէ, բայց մի բան էլ ասեմ, հանկարծ որևէ մեկը չհուսահատվի, Հայաստանը այնպես չի, որ ասում ասենց վերջ մենք վերջացանք, այդպես իհարկե չի լինելու, մենք իհարկե ունենք լուծումներ, իհարկե կան դրական արդյունքներ ձևավորելու, հա, հայկականությունը պահելու, մեր պետականությունը պահելու, ամրապնդելու լուծումներ կան, ուղղակի պետքա մի քիչ ավելի բան լինել, հա, կազմակերպված լինել, ավելի չհուսահատվող լինել եւ մանավանդ որ դիմացը կան ընտրություններ եւ դա հնարավորություններից մեկն է մեր պետականությունը պահպանելու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Նինա Կարապետյան։